Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի բերքահավաքի եռուն շրջանն է։ Աշնանային արևառատ օրերը հողագործներին դուրս են բերել դաշտեր հավաքելու եւ անբարելու երկարատև ձմռան պաշարը։ Այս տարի մարզում կարտոֆիլի խոշոր եւ մանր ցանքատարածությունները կազմել են ընդհանուր 5566 հեկտար։ Տարին չորային է եղել, բերքի քանակն էլ տարբեր տնտեսություններում տարբեր է, կախված կարտոֆիլի սորտից եւ մշակության ընթացքից։ Միջին բերքատվությունը սպասում ենք մոտավորապես 230 ցենտներից 260 ցենտներ բերքի։ Բերքատվության քանակը կորոշվի վերջնական արդյունքի ստանալուց հետո ամիսներից։ Մի տեղում հնարավոր է լավ լինի, մի տեղում վատ լինի, դրա համար ասում ենք միջին բերքատվություն, բայց ընդհանուր առմամբ չորային տարին կարտոշկի բերքատվության համար լավ է լինում, եթե ջրվում է։ Այս տարվա ընդհանուր ցանքատարածությունների 2090 հեկտարը բաժին է հասնում Վարդենիսին։ Հենց այստեղ են մարզում մշակովի ամենախոշոր հողերը, իսկ կարտոֆիլի դաշտերը հեկտարներ են կազմում։ 2 հեկտարից մի 20 սոտա պակաս, հա։ Այդքան եմ ուժը սպատել, ցանել եմ։ Հիմա էլ բերքահավաքն է, հավաքում եմ։ Ճիշտ է, շատ լավ չէ, բայց ոչինչ։ Դժգոհ չեմ իմ տանջանքների անունով, որովհետև անձրև չեկավ ցանելուց մինչև այսօր։ Մի 20 օր, 10 օր առաջ անձրև եկել, էլ եկավ վնաս տվեց, էլ օգուտ չտվեց, ուշացնում աշխատանքը։ Լավ թե վատ, բերք կա, այս պահին հողագործներին անհանգստացնում է իրացման խնդիրը։ Բերքի որոշ մասը հենց դաշտում են վաճառում, մնացածն էլ անբարելու են հույսով, որ ստացված եկամուտը կփակի տարվա ընթացքում կատարված ծախսերը։ Գալիք տարվա մշակության ծավալներն էլ պարզ կլինեն այս տարվա բերքի ու դրա իրացման արդյունքում։ Մի 25-ից ավել կստանամ, 30 չեմ հասցնել, կարտոշկեն, լրիվ կարտոշկեն, բայց վաճառքին երևի մի 18-17 տոննա ունենամ մտել աշխատանքին, տեխնիկային, հողի վարձ, ջրի վարձ, մյուս գարուն նորից վարկ, նորից ցանել, վարկեր փակենք, տեխնիկա է, սա իլարկի արժեքն է։ Ճիշտ է, մի քիչ հա, տեղումներ չկար, մի քիչ դրանից դժգոհություններ կան, բայց ոչինչ։ Մշակությունը մի հեկտար ու ավել տարածքի վրա է, 32-ից 35 տոննայով բերք ենք ստանում, նորմալ միջին բերք է, չենք դժգոհում։ Մյուս տարվա համար ավելի շատ կրկնակի կամ մի քիչ ավել ցանքատարածություն կունենանք կարտոֆիլի։ Ունենք սեփական տեխնիկայի պարկ, սեփական ամեն ինչ, մի քիչ այդ թեթևացնումա ծախսերը։ Պետության կողմից սուբսիդավորում ստացել ենք, ունենք լիզինգով տեխնիկա, նոր տեխնիկաներ, այդ ավելի է հեշտացնում աշխատանքը հողի հետ, նոր տեխնիկա, ժամանակի կորուստ չկա, վառելիքի կորուստ չկա, ամեն ինչը նորմալ է։ Կարտոֆիլի ցանքատարածությունների կողքին 11 հեկտարի վրա մշակված գազարի բերքահավաքն է սկսել գյուղատնտես Սմբատ Ջանիբեկյանը։ Մոտ 600 տոննա բերք է ակնկալում։ Գոհ է, սակայն իրացման խնդիրը նրան էլ է մտահոգում։ Բերքահավաք անում ենք օրվա պահանջով, բայց էսի Վարդենիսն օրվա պահանջով հնարավոր չի, կարող է 5 օր հետո ծունկը։ Այս օրերին բերքահավաքի վրա է կենտրոնացված համայնքային եւ մասնավոր սեփականության ամբողջ գյուղտեխնիկան։ Բերքը ժամանակին ու առանց խոչընդոտների դաշտից տուն տանելու համար խոշոր գյուղատնտեսները նաեւ լրացուցիչ աշխատուժ են ներգրավում բերքահավաքին։ Անահիտ Կարեյան, լուրերի համար։